Այս պապիկիս ծխարարն է եւ պապիկիս ավանդական ծանր փեթակները, որը Արցախից են գրել եւ այժմ չենք օգտագործում եւ արդեն թանգարանային նմուշ է ծառայում։ Սա մեխանիկական մեղրաքամն է եւ ես իմ ծնված օրվանից կարելի է ասել միշտ արարողություն էր մեղրաքամը մեր համար։ Միրզախանյանների 1.5 դարի ընտանեկան ավանդույթներն այսօր ակտիվ շարունակում է կրտսեր սերունդը։ Սամվելը մեղվաբուծական տնտեսությունների հիմնել Հայաստանի 7 մարզում, իսկ Երևանում բացել է մեղրի թանգարան, որտեղ Ղարաբաղից բերված մեղրի նմուշների կողքին այցելուներին ներկայացնում է մեղրի ստացման ամբողջ գործընթացը։ Կոնցեպտը շատ հետաքրքիր է, այն թանգարան է, ցուցասրահ եւ վաճառակետ, այսինքն մենք նաեւ սրանով թիրախավորում ենք տուրիստների համար հատուկ ծրագիր ունենք մշակված, որոնք կարող են գալ ծանոթանալ, մասնակցել մաստեր կլասի, համտեսել Հայաստանի բոլոր մարզերից ստացված յուրահատուկ մեղրի տեսականի։ Ապակեպատ փեթակի շնորհիվ այցելուներն այստեղ կարող են հետևել ժրաջաններին, տեսնել թե ինչպես են թափանցիկ խողովակով ներս ու դուրս անում եւ հավաքած նեկտարն աստիճանաբար լցնում մեծ ու փոքր շրջանակները։ Մեր մեղուները արդեն աշխատում են ծառի միջով դրսի վրա եւ մեր այցելուները տեսնում են մեղուների աշխատանքը, այս հատվածում ներկայացնում ենք մեղրի շրջանակների մշակումը։ Այցելուն կարող է նաև համտեսել ու ընտրել հնդկաձավարի, ակացիայի, շագանակի ու վայրի բույսերի մեղրից մինչև անտառային ծառերի փչակներից հավաքված մեղր։ Իսկ ում դասականից բացի հետաքրքրում են նաև այլ համեր, կարող են փորձել մեղրի յուրօրինակ համադրություններ՝ սուբլիմացված մրգերի, հատապտուղների, դեղաբույսերի, շոկոլադի, կակաոյի, պնդուկի հետ, հատկապես փոքրերի համար դրանք օգտակար տարբերակ են։ Մեր գործունեությունը նաև խթանում է մեղրի սպառման նոր մշակույթի ձևավորմանը, որպես մեղրը նվեր եւ մենք դիտարկում ենք, որ մեղրը տարիների մեր աշխատանքի արդյունքում մենք ունենք հստակ ռազմավարություն 10 տարվա ընթացքում հայկական մեղրը դարձնել Հայաստանի այցեքարտը։ Հայկական մեղրի հանրահռչակման ճանապարհն արդեն սկսել են։ Մասնակցել են միջազգային սննդի ցուցահանդես վաճառքների, վերադարձել պատվոգրերով ու տարբեր մրցանակներով։ Միջազգային հաջողությունների վկայություններն իրենց տեղն են գտել այս խորհրդանշական ծառի ճյուղերին։ Ավանդական մեղվաբուծությունը համադրելով ժամանակակից մոտեցումների հետ ոսկեվազում ստեղծում են Bee Village կոնցեպտը։ Այստեղ այցելուները կտեսնեն մեղրի ստացման ամբողջ գործընթացը, կծանոթանան մեղրի հիմքով կոսմետիկայի, բուժական միջոցների ու խմիչքների արտադրությանը։ Ամենահետաքրքիր լուծումը սեփական անվանական կամ ընտանեկան փաթեթ ունենալու հնարավորությունն է։ Այն կխնամեն մասնագետներ, իսկ սեփականատերը մեղվաբույծ չլինելով ամբողջ տարի հավելվածով կհետևի իր փեթակին, կստանա լուսանկարներ, տեսանյութեր ու լաբորատոր հետազոտության արդյունքները, իսկ վերջում նաև սեփական լոգոտիպով մեղրը։ Bee Village-ում նրանք ամրագրում են իրենց փեթակը, մենք ստանձնում ենք փեթակի ամբողջական խնամքը, պատասխանատվությունը եւ բոլոր ռիսկերը։ Եվ արդեն նրանք վճարում են մեկ անգամյա փեթակ ձեռք բերելու համար եւ ակտիվացման վճար եւ ամսական կամ տարեկան սպասարկման վճար, որի դիմաց մենք ամեն տարի նրանց ապահովում ենք ֆիքսված քանակի մեղրով, մայրակաթով, ծաղկափոշով, բոռակաթով եւ սրա մյուս նպատակը նաեւ այն է, որ մարդիկ եթե խանութից սովորաբար գնում են մեղվամթերքներից միայն մեղրը, իդեպ ամենա ցածր արժեք ունեցող մեղվամթերքը մեղրն է, մայրակաթ, ծաղկափոշի, բոռակաթ։ Սամվելը մեծ ոգևորությամբ փաստում է, որ ամրագրումների մեծ մասը կատարել է մեր գործարար համայնքը։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։